Ես իմ անունը Խաչիկա եւ բնակվում եմ Արմավիրի մարզգյուղ Շենիկում, ռոռոկման ջրի առումով ենք օգտվում ենք Շենիկ ջրընկերությունից։ Պրոբլեմը հենց Շենիկ ջոյի հետ է։ Ինչու՞մն է կայանում պրոբլեմը։ Նրանք ինձ կուտակել են շատ մեծ պարտքեր, երբ գնացի իրենց մոտ ու պահանջեցի մահացյանները ջրօգտագործման, տպեցին ու ինձ տվեցին մահացյանները, պարզվեց, որ իմ փոխարեն ստորագրություններ են դրել եւ ջրեր են գրել իմ վրա։ Ունեմ այդ ամեն ասածս բառի ապացույցները, այսինքն այդ թղթաբանությունն իմ մոտ է, կարող եմ ուղարկել ձեզ նաեւ, որ այդ թղթաբանությունն էլ կտեք գործի հետ, որ մարդիկ տեսնեն ինչ է կատարվում մեր մոտ։ 2022 թվականին ուրեմն դատարանից ինձ թուղթ եկավ, որ Շենիկ ջրօգտագործող ընկերությունը Շենիկ ջոն ինձ դատի է տվել պարտքի համար։ Գնացի այնտեղ ջրային տնտեսություն Պարզաբանեցի իրենց հետ, ինձ ասեցին, որ պարտքեր ունես, որ ջուրը օգտագործել ես, պարտքերը չես տվել։ Տեսեք, ահագին մեծ գումարի հետ կապված խնդիր է, պայմանավորվեցի, որ ժամանակահատվածում, որ ժամանակի ընթացքում մուծեմ վերջացնեմ, որտեղ ես ունեի պարտքեր ժամանակ։ Հետո իրենք ամբողջ թղթաբանությունը ուղարկել էին հարկադիր կատարող դատարաններ, դե արդեն ավտոմատ ուղարկե հարկադիր կատարող ծառայությունը կալանք էր դրել աշխատավարձի վրա, պապայիս։ Որ կալանք էին դրել վրան, ես գնացի իմացա արդեն, որ կալանքը դրած է, մուծեցի այդ գումարը, ամբողջ հարկադիրի գումարն էլ հետը մաքրվեցի դուրս եկա, այդ սաղ պարտք ու պահանջը փակեց։ Փակելուց հետո գնացի Շենիկ ջոյ։ Ներկայացա այնտեղ ասեցի, որ փակել եմ, հիմա ինձ մի հատ թուղթ տվեք, որ տանեմ ներկայացնեմ, վերջնական զրոյանամ ձեր սաղ պարտքերը։ Թուղթը տվեցին, թուղթը տարա ներկայացրեցի հարկադիր կատարման, որ ես իրանց հետ արդեն ոչ մի պարտք ու պահանջ չունեմ, կալանքը բացվեց։ Ինձ ասեցին, որ 2 աշխատանքային, թե 3 աշխատանքային օրում, հիմա ճիշտ չեմ հիշում էլի, քանի օրում կբացվի կալանքը ու բացվեց, ընդ չի որ չբացվեց։ Տեսեք, ուրեմն որ մուծեցի, վերջացրեցի, հետ եկա Շենիկ ջոյ, ասեցի, որ ես դա մուտել եմ, զրո եմ, չէ, հաշվառման ու ներմուծման բաժնի պետը Արտակը ասեց, որ հին պարտքեր ունես, ասենց իրա բառերով ասեմ, պոզու պոչ է մնացել հին պարտքերից։ Ասեցի Արտակ ջան, հաշվի տեսնենք ինչ կան, այդ էլ մարեմ, վերջացնեմ, ես լրիվ զրո լինեմ ձեր հետ։ Ուրեմն հաշվեցին, ասեցին 110,000 դրամ պարտք կա, ընդհանուր այն հին տարիներին էլ հետը։ Ես այդ գումարը տվեցի Արտակին։ Ես ինչը որ ասում, ես կապացուցեմ դրանք ցավ փաստերով։ Տվեցի Արտակին, Արտակ ջան, վերջ, պահա։ Ու թողել եմ, եկել եմ, հետո զանգեց իրան, ասի Արտակ ջան, բա ին մուծման չեկերը, ասեց կգաս Շենիկ ջոյ կդամ։ Գնացի այնտեղ չէր բան, մի քանի անգամ ցես գնացի։ Այնտեղ տեսել իրան չտեսա, անցավրեն 2 տարի 3 տարի, այս տարի 25 թվականի փետրվարին նորից դատարանից ինձ թուղթ եկավ, որ ես Շենիկ ջոյի հետ պարտք ու պահանջ ունեմ։ Այսինքն դուք վճարումները արել եք, բայց կտրոնը ձեզ չեն տրամադրել։ Ուրեմն տեսեք, որ վճարումները, որ ես արել եմ բանկով, կտրոնը ունեմ, որը որ արձերն եմ իրանց տվել, դրանը չունեմ, բայց դա կապացեմ, որ տվել եմ, որտեղ փաստերը կան, ապացույցները կան։ Ուրեմն տեսեք, փետրվար ամիսն էր, եթե ճիշտ եմ հիշում, ինձ դատարանից թուղթ եկավ, որ նորից ես պարտք ու պահանջ ունեմ Շենիկ ջոյ ընկերության հետ 19 թվով եւ 2022 թվականով գործը գնում է հարկադիր։ Ես այդ նամակը վերցրեցի, զանգեցի Արտակին, նորից հիմա ինքը արդեն պետի տեղակալն է։ Զանգեցի իրան, ասեցի Արտակ ջան, ցենց մի հատ խնդրի առաջ եմ կայնել։ Հիմա ինչ պարտք ու պահանջ ունեմ ձեր հետ, ես չեմ հասկանում։ Ասեց Խաչիկ ջան, դու вообще պարտք ու պահանջ չունես։ Տենց եկա տուն պապաս զանգեց նորից Արտակին, Արտակի հետ խոսած եւ այլն, ասին պարտք ու պահանջ չկա, երևի թուրիմացություն ա եղել, արի Շենիկ ջոյ հասկանանք։ Վեր կացա գնացի Շենիկ ջոյ, ինքը տեղում չէր։ Մոտեցա իրավաբանին հետ խոսեցինք, հետո ինքը եկավ, ասեց չեմ հասկանում, ես ինչ եք անում, այս մարդը ընդհանրապես պարտք ու պահանջ չունի, եք ուղարկել դատարան, վերցրեց այդ դատարանի ուղարկած թուղթը պապայիս մոտից։ Ճղեց այդ թուղթը, ասեց մեր ջան, եղել է թուրիմացություն, մենք այդ թուրիմացությունը կուղենք, դու հանգիստ գնա տուն։ Մենք
թողեցինք եկանք տուն, ուրեմն հունիս ամսի աշխատավարձը պապայից որ պիտի նստեր, աշխատավարձը նստավ, գնացինք որ հանեինք, տեսանք որ հարկադիր կատարման ծառայությունները փակել են, չենք կարող էլի աշխատավարձը հանենք։ Ճիշտ ասած չպատկերացրեցինք, որ կարող է էլի իրենց խնդիրներ լինի, գնացինք հարկադիր կատարման այդ իրենց շենքը, որ հասկանանք ինչ է կատարում, գնացինք իմացանք, որ Շենիկ Ջոյից է խնդրեմը։ Նորից հելել եմ, գնացել եմ Շենիկ Ջո։ Իրանք պատվուրիմացություն ա եղել, Խաչիկ ջան, հիմա արագ այդ հարցը կլուծենք, բան, սենց։ Պապայիս հետ ենք, ասում մի հատ դիմում գրի, որ արագ լուծենք այդ հարցը, ասում եմ լավ, բերեք։ Բերում են դիմումը, որ պապաս գրի, դիմման ձևը ես հենց ասեմ, դուք պատկերացրեք։ Ես մեր Սոկրատի Եղոյանից գտնվելով սոցիալապես անապահով վիճակում խնդրում եմ, որպեսզի իմ պարտքը բաժանել ժամանակացույցի վրա մարեն վերջացնեմ, այսինքն մի հատ դիմում են ուզում գրեմ։ Ու խոսքը մեծ գումարի մասին է, մոտ 1 միլիոնի մասին է։ Դուք դրա տակ ստորագրել եք հիմա։ Չեմ ստորագրել, նույն պահին այդ դիմումը պապաս ճղում է, ասում է, ինչ եք ինձ թելադրում, որ ես գրեմ։ Ես sense բան չեմ գրի, ես ձեզի պարտքեմ, որ գրեմ։ Ահագին վիճաբանությունում ու իրանց մեջ պահանջեցի իմ բաները, դոկումենտները իրանց մոտից թղթաբանությունը, թե ես իմ ջուր եմ արել, մատյանները ամբողջ ջրօգտագործման, մատյանները գալիս է ու տեսնում ենք ինչ ջուրը գրել են, իրանք ստորագրել են իմ փոխարեն։ Ես տվեցի ոստիկանություն գործը։ Տվեցի ոստիկանություն հուլիս ամսին ինձ մի հատ ուխտ եկավ, որ գործը քննվում է ընթացքի մեջ է եւ այդ թուղթն էլ կա էլի մոտս։ Ու մինչեւ այսօր ոչ ոստիկ ինչ Այս պահին ինչ ընթացքում է։ Այդ պահին բացարձակապես կանգ առած վիճակում հուլիս ամսից մինչև այսօր ոչ մի տեղեկություն ինձ ոստիկանությունից չի գալիս, որ ես իմանամ գործը ինչ փուլում է։ Տեսեք նամակով, որ եկել էր ինձ ով է գործը քննում, ես այդ քննիչին ուտեցել չճանաչեցի, մի անգամ գնացի ոստիկանություն, ասեցին տեղում չի, ուտեցել այդ քննիչին չտեսա։ Գործն էլ այդպես կանգ առել Իմ փոխարեն ստորագրությունները պապայից փոխարեն դրել են, մեծ գումարներ են մեր վրա բանավել։ Ես հիմա բաներն էլ կուղարկի, հա, ու տեսեք ինձ ինչ ասում, ես էլ ասեմ։ Արտակը պետի տեղակալ ինձ ասում է, ախպեր դու այդ թուղթը գրեք, ես կուղարկեմ պատվալ այդ թուղթը կգնա պատվալ։ Ես այդ ձայնագրությունն էլ ունեմ, կուղարկեմ ձեզի։ Եմի ընդեր դուլիմացություն կա թե չկա, ես պետք է գրեմ, որ ես սոցիալապես անապահով եմ Ոնց որ թելադրել են, դու երևի ծանոթ ես արդեն, դες պետք է գրեմ։ Անգեր, այդ գրվում է նրա համար, որ պլան ժամանակացից կնքեն գնաս կալանքից ելնես, պրսնես, շոտ, երեն կծենք էտա պատվալ, այդքան բան։ Էդի մենակ դու չես տենց, այ մեր ջան, դու խես մենակ քո վրա վերա գնահատում, որ ախպերը սա, ջոյի, սա, հանձնակազմը դա տենց բաները, ջրօգտագործումները։ Քանի հատ գործ ես ուզում տենաս, կամ լավ, որ գգաս թե մի օր, մեկ դու մեկի անունը տուր ցույցտան թե ինչ պարքեր ունի վրան ու գնա ասա դու գիտես պարքում ես թե չունես վրան, տես ինչ կպատասխան։ Բառ օրինակ։ Աներ ծագներդ։ Բանա հովոն, սպոն, աներդ են չէ, աներդ է։ Հա, իմ օքեն։ Ախպերս, գիտես քանի տարի եկել են, մտեն, գրել են, տվել են թուղթը գնացել են, ու ասա, քեզանից մի կոպեկ է դրանից հետո փոխել են, թե չէ, այդքան բան։ Ավելի լավ, մոտիկ մարդիկ քեզի, եթե չեմ սխալվում, լավ էլ հետերը հարաբերություններ ունես, չէ։ Հա, ախպերս իմ օքեն, ոնց կարա հարաբերություն ունենա, մեռն չէ։ Մարդկա, որ ասեն թե աներ, տեսա չունեն yarել, բայց ես գիտեմ, որ դուք շատ լավ եք yarել։ Չէ, շատ լավ են, մեռն չէ։ Գնացել ենք արտակի մոտ ախպեր ջան այդ հեկտարներով որ փակվել ենք գեներնորմատիվային տարբերություն պարքերը, որ կալանքներից հանել է, ինձ զեվի է հանել։ Մի հատ հարց տուր ու թող իրանք պատասխանեն ախպեր։ Լավ էլի, ժամանակ։ Հա, բայց հեկտարայինով Արտակ ջան, մեծ պարկեր է երևույն վրա, հեկտարայինով 466,000 ընձիսում են դու տալիք ունես 19 թվից հարի 24 թիվը, բայց դու լավ գիտես որ փակել են։ Խճո դու ես։ Հա, տես այ տղա իրարից ենք։ Կայնած եմ մորը։ Խճո ջան, ինձ չի տակում ով ինչ ասում։ Ես էլ բան չեմ ուզում էլ խոսամ։ Ես ձեզի ասեցի, հիմա դուք ոնց կընդունեք, ինչ կանեք ախպեր, հենց այս բանին ձեր մուր ձեր գլող,
Հա Արտակ ջան, բա ես ոնց է դի հասկանամ դու ինձ ասա։ Եկել եմ Աբգարի մոտ, Աբգարնական չէ, պետք է գամ տենամ, եկեք մտել ես մոտ, էլի գնացել ես, ինչ է։ Ես եկել եմ մոտ այդ մարդը բացում է թղթերն իսմա 4 հեկտար այնով դու սկան պարկ ունես, սկան պարկեր ունես 4 հեկտար այնով։ Հա? Եկել եմ էդի լսեիր։ Բա չիմանա ինչ կա վրաս Արտակ ջան, հիմի ես բայն ինչ կա իմ վրա, բայց դու սա գիտի չէ Արտակ ջան։ Կա վրաս հեկտարայինով պարկեր կա ու չգիտեմ ինչի ախպերս։ Ես եկա կոմոդ դու թողիր գնացիր ախպեր դաշտերով, չգիտեմ ինչ գործերով, արդոին կապետիր ընձի, արդոնել ընձիս մա ես քո արդերի պատասխանը չունեմ, ընձի ես եմ անում։ Ես գործեր ունեի, հելում է ջրաչափություն էինք ամնեշի որ պիտի զանգեցելի ջրարին սես սպասեք մերի մոտնա։ Հիմա ես չի կարելի դες բաներ ասել։ Ես էպիկրիզ եմ ընդամենը ուզե, որը որ էդի քո համար մեսիկունդի գործողություն, այնտեղ ինձ էպիկրիզ չեն տալը, թե մենք դրա իրավունքը չունենք, դու պետք է դիմում գրես 3 օրվա ընթացքում նոր քեզի էպիկրիզ տան։ Դա մեր, հեսա հարմարցնեմ Արեգնյա դասին մոտ, նա կնստենք մանրամասը թղթերով սախ գնանք ախպեր ջան, կանցում ես ընձի մասազներ դուքին չէ, ախպերես ոնց գիտես, ինձ ձևի գիտես, կարաս այդեն ծանես ախպերես։ Լավ Արտակ ջան, ուղղակի ես այսօրվա դրությամբ չգիտեմ արդեն ոնց անեմ։ Սաղս աշխատում ենք մեր կոպեկով, մեր ընտանիքը ազիվ ենք բան, բայց իմ աշխատավարձը փակել են։ Ես այսօր էլ եմ մտածում եմ այս տրակտորիստի հետ ոնց լեզու գտնեմ, որ գայս մետր հողը քաշի, որ վաղ ընտանիքը սոված չմնա։ Այս է խնդիրը, մեռնեմ քեզ։ Իմի ոչ մեկս մեզ չդնենք ցարի տեղը։ Հետո նո դու էի հարածներ իմ ասա խփրտել էր ախպեր ջան ամեն ինչից։ Հա վզից վերցնեի պարտքեր, վզից պտի վերցնեի պարտքեր, բաջան հետա գալիս էլի։ Միլիոններ պտի վերցնենք վզերներից մի օր էլ վաղը մյուս օր Արտակը բանանը դեղից դուրս գան ուրիշ մարդ կարտել բացել է թղթերը։ Լսում ես դու։ Հա ախպերս։ Հա լսիլ է։ Անեշի որ այդ պարկը վզից չի։ Հիմա որ այդ աշխատավարձից քաշին տարան։ Այն վաղ կլե էդի վերցնել է։ Ահա։ Հա, դաժե դրան ենք հասել արդեն Արտակ, ջրային այդենց վատություններ այնում մարդկանց, փողերը վերցնում է ու վերջում էլ դուրսա գալում ու չեկել չի հասնում ընձի, վերջում էլ դուրսա գալում, որ ախպեր պարտքեր ունեմ հլը։ Իմանամ էլի Արտակ ջան, սրանց հետո փոշտով մուծումներս անեմ, որ գոնե չեկելն ունենամ իշմ ուզում եմ։ Ոնց գիտես, բրատ։ Հաստացի ախպերս Արմենին տվել եմ չեկերը չեմ ստացել, քեզի տվել եմ չեկերը չեմ ստացել ախպեր, հմել փաստացի պարտքեր է երևում վրես դրու։ Ես չգիտեմ արդեն, այսինքն այս կյանքը ցույց է տալու, որ մարդկանց պետք է вообще չվստահես։ Էդի կլինի գյուղացի ընկեր ախպեր պետք է չվստահես, չեկդ պետք է վերցնես, տվիր չեկդ վերցնես, չէ ուրեմն պետք է չտաս։ Ուրեմն գիտես ախպերս ինչ որ տվել ես դե վճարել ենք, չեկերը վերցնես կետաս ախպեր։ Ես գկամ Արտակ ջան, գկամ այդ չեկերը։ Արի ախպեր ջան, արի։ Լավ։